Ողջույն սիրելի հայրենակիցներ, այսօր զրուցելու եմ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ։ Տիկին Ալեքսանյան, դուք իրավապաշտպան եք եւ հայոց բանակի հարցերով եւ ընդհանրապես հայ զինվորների հարցերով շատ եք զբաղվում, բանակում տիրող իրավիճակի, ընդհանրապես զինվորների հետ կապված անարդարությունների մասին եք շատ խոսում։ Կուզեի առաջին հերթին մի փոքր ներկայացնեիք 2025 թվականի առաջին, կարելի ասել, եռամսյակը արդեն ավարտվեց, ընդհանրապես ինչ վիճակ է տիրում, բարոյահոգեբանական վիճակը մեր զինվորների, մի փոքր պատմեք դրա մասին, խնդրեմ։ Խոսքը առաջին եռամսյակի մասին չէ միայն, որովհետև դա անդադ շարունակվող պրոցես է, որը չի փոխվում, չի բարեփոխվում, եւ դրա համար այսպես արդեն չես կարողանում տարանջատել ինչ է, ինչպես է։ Դատելով անցյալ տարի մահվան թվերից, էլի բանակում խաղաղ պայմաններում, ոչ թե մարտական պայմաններում 40 զոհի մասին է խոսքը, ոչինչ չի փոխվել բանակում, այն հնուց ոնց որ կար, այդ իրավիճակը, մահվան դեպքերը եւ հիմա այս իշխանությունների օրոք իրենց հենց իշխանության գալուց հետո կտրուկ վատացել էր, ես ասեմ ձեզ, մահվան դեպքերը կրկնապատկվել էին, հիմա ոնց որ թե սա չնայած ինչ նվազելու մասին է, երբ որ մարդու կյանքի մասին է խոսքը։ Մենք հիմնականում մեր կազմակերպությունը, լրագրողներ հանուն մարդու իրավունքների, զբաղվում ենք բանակում իրավունքների խախտումների, բայց հատկապես կյանքի իրավունքի հարցերով ենք զբաղվում, երբ զինվորը այդ խաղաղ պայմաններում սպանում են կամ որակում են ինքնասպանություն, այդպիսի մի քանի տասնյակ գործեր ենք մասնակցել քննությամբ եւ այլն, եւ տեսնում ենք, որ ոչ բանակում է բարեփոխվում, որ մահվան դեպքերը կրճատվեն եւ ոչ էլ քննչական մարմիններն են կանխարգելում գոնե բացահայտելով այդ դեպքերը, հատկապես ինքնասպանության որակված դեպքերը, որոնք հիմնականում սպանություն են եւ ոչ թե ինքնասպանություն։ Բայց ես հիմա կանրադառնամ մի քիչ ավելի հրատապ խնդիրների։ Դուք գիտեք, որ այս զորակոչից սկսած ձմեռային վարչապետը հայտարարեց, որ հիվանդ զինվորների, այսինքն այդ սահմանափակումները հանեցին եւ հիմա ներառվում են նաեւ հիվանդ զինվորներ, որոնք ուրեմն զորակոչվում են բանակ, պատկերացնում եք, մտավոր հետամնացներ օրինակ, եւ դա արդեն խոսում է այս իշխանության վերաբերմունքի մասին, ինչպես են զինվորներին վերաբերվում, երբեք էլ զինվորը ինքը չի ունեցել իր արժանապատիվ վերաբերմունքի չի արժանացել մեր բանակում, իսկ հիմա հատկապես այսինքն հիվանդ զինվորին բանակ զորակոչելը առանց այն էլ զորակոչում են, իսկ հիմա իրանք օրինականացրեցին, հա, եւ հիմա ես ուզում եմ բերել մի օրինակ, իդեպ ասեմ, որ այդ մտավոր հետամնաց զինվորներին զորակոչելը 17 թվականին մենք մի դեպք էինք ուսումնասիրում, որ զինվորը, որը մտավոր հետամնաց էր եւ զորակոչվել էր բանակ, նրան այնտեղ բռնության էին ենթարկել, ծաղրել էին եւ այլն, եւ այս տղան իր երակներն էր կտրել եւ հետո մենք հետևում ենք քննությանը, կարողացանք նաեւ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որ մտավոր հետամնացներին չզորակոչեն բանակ եւ կառավարությունը գնաց դրան եւ ես հիմա չգիտեմ իրանք ինչ են արել, որ նորից տանում են մտավոր հետամնացներին, զորակոչում են բանակ եւ վերջերս ուզում եմ բերել ցայտուն օրինակ, մի ընտանիք է ինձ ահազանգում, որ տղային բերել են Կանազի հոգեբուժարան, ուղղակի չեմ տա էլի զորամասի բանի անունները, եւ շատ գիտեին, որ այնտեղ ինչ-որ միջադեպեր է եղել զորամասում եւ այլն, եւ ես կարողացա ճշտեմ այդ տեղեկությունները, իհարկե ՄԻՊ-ի խնդրեցի ՄԻՊ-ից, ես այդ զինվորական իրենց այդ խմբի հետ համագործակցում եմ միշտ, ՄԻՊ-ի եւ ճշտեցին զորամասից, որ այդ տղան մտավոր հետամնացությամբ զորակոչվել է բանակ եւ Փառք Աստծո հրամանատարը նորմալ մարդ է եղել եւ տեսել է, որ adekvat պահվածք չունի, այսինքն տարօրինակ եւ նույնիսկ վտանգավոր պահվածք ունի եւ նրան
ուղարկել է հոսպիտալ, չգիտեմ, հիմա հետևում ենք, որ գոնե նրան ազատեն զինվորական ծառայությունից։ Այսինքն պատկերացնում եք, բայց այն մյուս դեպքը, որ ես ձեզ ասում եմ, այնտեղ ընդհակառակը ծեծել էին, չեն խնայել, որ մտավոր չեն հետաքրքրվել, այսինքն Փաշինյանը երբ որ ասում էր, որ Կալյասկայով էլ պետքա գնան ու ծառայեն, մի վարքյան ինքը ծառայել է, թող գնա Կալյասկայով ծառայի։ Ասենք ինչ է ինքը խրախոսում, ինչ են իրանք անում, որ այդ հիվանդ զինվորները գնան, ինչ լինեն, թիրախավորվեն, դուք գիտեք դա ինչ միջավայր է, ուժեղի եւ թույլի միջավայր է, եւ ասենք այդ ընտանիքները ուղակի եւ այս տղայի մասին, որ ես ասում եմ, դա մի չքավոր, սարսափելի, վատ ապրող, վատ պայմաններում ապրող ընտանիք է։ Տիկին Ալեքսանյանը, ձեր ներկայացրած փաստից ինչ կարելի է մտածել, ոչ թե ենթադրել, այլ դա փաստ է, որը մտածելու տեղիք է տալիս։ Հիմա արդյոք ներկայիս իշխանությունը նաև միտում չունի ընդհանուր բանակում զինվորի բարոյահոգեբանական արժեզրկում կոնկրետ իրականացնել եւ դրանով վարկաբեկել հայոց բանակը։ Գիտեք, առաջին հերթին ուզում եմ շեշտել, որ բանակը առհասարակ դուրս է հանրային վերահսկողությունից։ Երբ ժամանակին կար այդ հանրային վերահսկողությունը, ասենք, թեկուզ հենց Սերան Օհանյանի, երբ որ նա էր նախարարը, մենք կապի մեջ էինք մտնում, հանդիպումներ էինք ունենում, քննարկումներ էինք կազմակերպում, որին մասնակցում էր հրամանատարական կազմ եւ այլ։ Ես չեմ ասում, որ այն ժամանակ դեպքեր չեն լինում, բայց այսպիսի արտառոց վիճակ, որ փակ լինի բանակը ամբողջությամբ, փակ է հանրության համար, երբ որ դու գիտեք ընտանիքներից են գնում այդ զինվորները ծառայելու, եւ ասենք վարչապետը ինչ է անում բանակի համար, ոչ մի բան, ընդհակառակը ինչքան փակ այնքան լավ, եւ հիվանդ զինվորներ զորակոչել, եւ ասենք ցայտուն օրինակը հրդեհի դեպքը 15 զինվորների, որ նույնիսկ պաշտպանության նախարարը չի գնացել դեպքի վայր, եկել էր կառավարությունում նստել էր, լսում էր Նիկոլ Փաշինյանի ուղղորդումները, թե ինչ բացահայտեն եւ ինչա տեղի ունեցել եւ այլն։ Իսկ կարող ենք նաեւ այս փաստերից ենթադրել, որ մարդաքանակի, այսպես կոչված զինվորների քանակի պակասություն ունենք եւ սրան հետևող մեկ այլ հարց, արդյոք այդ մտավոր հետամնաց ընդհանրապես առողջական խնդիրներ ունեցող զինվորներին հաշվի է առնվում, որ պետք է սահման չտանել, այլ միայն միգուցե ավելի Երևանին մոտ կամ տվյալ տարածքին մոտ, որտեղ տվյալ զինվորը բնակ է այդ զորամասերում ծառայեն։ Սովորաբար այդ կա սահմանափակումներով ծառայություն եւ իրենք չեն նայում եւ շատ են դեպքերը, երբ զինվորը զորակոչվում է սահմանափակումներով, այսինքն դիրքերն չպետք է բարձրանա եւ այլն, միևնույն է տանում են դիրքեր։ Կոնկրետ այս զինվորի օրինակը, որ ես բերեցի, իրան չեն տարել դիրքեր, ինքը զորամասում էր, բայց ինքը իրոք ոչ պիտանի է ծառայությանը, էլի հասկանում եք։ Ես չգիտեմ իրանք ինչու են հիվանդ զինվորներին տանում զորակոչում բանակ։ Գիտեք, ասենք այն հիմնավորումը, որ ասեց Նիկոլ Փաշինյանը, որ հենց գալիս է զորակոչվելու ժամանակ հիվանդությունների մի փունջ է հայտնվում, դա բամբասանք է, ինչպես իր տեքստերի մեծ մասը բամբասանքի վրա է հիմնված։ Ինչ տվյալների վրա է դա հայտարարում, ինչ վիճակագրություն դու ունես, ինչ օրինակ դու ունես, դա սուտ է ու կեղծիք։ Գնում են զինվորները ծառայում են, իսկ այն նախագիծը, որ բերեցին իրենք, որ հարուստների երեխաները չեն ծառայելու, հիշում եք, այդ իրանք արդեն իսկ ազատել են այդ նախագծով, փողերը վերցրել են եւ հիմա այս հիվանդ երեխաներին են զորակոչում բանակ։ Ես այդ եզրակացությունն եմ գալիս, որովհետեւ եթե այնտեղ 1-2 ամիս պետք է ծառայեր եւ ծառայության համար վճարեր ու դուրս գար, ով որ ունի հնարավորություն, դա սիրով կանի եւ այդպես էլ անում են, բայց այս մարդիկ չեն կարող։ Ես կարծում եմ, որ իրենց համար բանակը նույնն է ինչպես մյուս կառույցները։ Իրենց համար արդյոք բանակը անվտանգային, մեր անվտանգության երաշխավորն է մեր երկրի։ Մենք չենք տեսնում, ես Պապիկյանին նախարար չեմ համարում։ Հասկանում եք, ես չեմ տեսնում նրա նախարարի կեցվածք։
տենց շատ վերամբարձ վիճակների մեջ, ոչ ծնողները ընդունում, ոչ ուզում է լսի, ում հարցնեն մարդիկ ինչի եք սպանել մեր տղային բանակում։ Կամ են թոքաբորբով զինվորի մահվան դեպքը։ Գիտեք ինչ էր, մենք խոսել ենք ընտանիքի հետ եւ այլն, եւ նա կայծակնային չի մահացել, ինչպես իրենք ներկայացնում են։ Հասկանում եք, այդ զինվորը թոքաբորբը օրերով ա եղել, մի քանի օր, մայրը մոտ մեկ շաբաթ տեղյակ ա եղել, որ դեղեր էր ուզում ուղարկել եւ այլն։ Եվ այդ անուշադրությունը, երբ որ զինվորը ասում է, որ ինքը հիվանդ է, իրան սիմուլյանտ է համարում, մի խոսքով ես կարծում եմ, որ այս որ փակել են, հասկանում եք, ավելի քիչ է տեղեկությունները, ինչ է կատարվում, չնայած որ միշտ ոնց որ մենք ենք հետևողական անդրադարձել այդ խնդիրներին, միշտ բարձրաձայնել ենք ու փոխանակ շնորհակալ լինեն, որ մենք այդ խնդիրները թշնամական կեցվածքի մեջ են հայտնվում։ Տիկին Ալեքսանյան, անցյալ շաբաթ քանի օր կարելի ասել ամեն օրվա ռեժիմով նույնիսկ օրական մի քանի անգամ Ադրբեջանի կողմից հայտարարություններ արվեցին, թե իբրև հայկական կողմի դիրքերից կրակ է բացվել ադրբեջանական դիրքերի վրա։ Իհարկե պաշտպանության նախարարությունը հերքում էր տվյալ տեղեկատվությունը, հերքում էր։ Այո, բայց ինչ է կարծում, ինչ միտումով էր այդ հայտարարությունները արվում եւ ձեր կարծիքով արդյոք մեր բանակը բարոյահոգեբանական այն վիճակում է, որ եթե հանկարծ ու սադրանք նոր պատերազմի սադրանք լինի Ադրբեջանի կողմից, մեր ժողովուրդը առաջին հերթին բարոյապես պատրաստ է դրան դիմակայելու։ Ես ավելի շատ կհենվեմ քաղաքագետների են կարծիքների, որոնք չեն կանխատեսում, որ հիմա կարող է պատերազմ լինի այս իրավիճակում, ու չկատարվում աշխարհում այս բաների ֆոնի վրա, բայց ես կարծում եմ, որ ավելի շատ այդպիսի տրամադրություն է, ինչպես Նիկոլ Փաշինյանն էլ է, չէ՞ ասում, հեսա պատերազմ կլինի, իր կողմից էլ ենք մենք այդ սպառնալիքները ստանում շարունակ, չէ՞, ասենք, իմ տպավորությամբ այդպիսին է, իսկ թե բանակը ինչ կանի, ես չգիտեմ, մենք տեսնում ենք այնպիսի արտահայտություններ այս երկրի ղեկավարության կողմից, այնպիսի վերաբերմունք, մենք տեսնում ենք այդ փափուկ հարաբերությունները Ադրբեջանի խոնար ներողություն, խոնար եւ զիջողականության պատրաստական այս իշխանություններին, ես հասկանում եմ, որ իրենք պայմանավորվածություններ ունեն եւ իրենք միասին գլուխ են հանում եւ այն հայտարարությունները, որ ստեղից հնչում է, դա ավելի շատ Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ են խոսում, քան դա ուղղված է մեր երկրի անվտանգությանը, մեր երկրի քաղաքացիներին եւ ընդհանրապես մեզ օտար իշխանություններ են Հայաստանում։ Տիկին Ալեքսանյան, վերջին օրերին արդեն Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի արդեն իսկ Փաշինյանը համաձայնագիր է դա համարում, կարելի ասել այդ շեմը հա իջացնում է, հայտարարվում է եւ Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից, որ համաձայնեցված են վերջին այդ երկու կետերը, վերջին երկու չհամաձայնեցված կետերը դրանք միջազգային ատյաններից հայցերի հետ կանչումն էր եւ երկրորդը դա Եվրոպական միության դիտորդների քաղաքացիական առաքելություն իրականացնող դիտորդների դուրս բերումն էր։ Այնուհետև Հայաստանը հայտարարեց, որ այդ երկու կետերը համաձայնեցված է, բայց արդեն 10 օրից ավել է մենք Ադրբեջանի կողմից չենք տեսնում որևէ ընդառաջ քայլ, չնայած նաև մեր դիտողների համար շեշտենք, որ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ ինքը պատրաստ է միակողմանի նույնիսկ ստորագրել այդ համաձայնագիրը։ Սրա մասին ինչ կասեք։ Դե ես չգիտեմ, նոր մյուս պահանջն է կարևոր Ադրբեջանի սահմանադրության նոր փոփոխությունը, որը նոր սահմանադրության տեսքով, այսինքն որին Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ասել է արդեն, որ նոր սահմանադրություն են գրելու, այս նոր նախարարը արդարադատության պես պատրաստակամությամբ եկավ, որպես մեծն
սահմանադրագետ, որ էսա փոխելու են նոր սահմանադրություն ոգևորված, ցավոք սրտի գտնվում են իր կողքին դեռ այդպիսի մարդիկ կան Հայաստանում, իսկ այդ սահմանադրության փոփոխությունը ես թեր հավատեմ, որ կհաջողվի նրանց իրականացնել։ Վերջապես այս ժողովուրդը պետք է ոտքի կանգնի ու հասկանա, որ այս իշխանությունները աշխատում են այս երկրի դեմ, մեր արժեքների դեմ, մարդկանց դեմ, ժողովրդի դեմ ու պետք է ամեն կերպ հեռացնել նրանց իշխանությունից։ Եվ այդ վտանգավոր, գիտեք, սրտի տագնապ եմ ունենում, որ լսում եմ այդպիսի բաներ։ Էլ ինչ ասես չենք լսում, ցեղասպանություն են հերքում, չգիտեմ ինչ ասես իրենք այսինքն ծառայում են թուրքական իշխանություններին։ Այսինքն Այսինքն ստացվում է Հայաստանը ինչ որ կետեր անգամ եթե համաձայնեցված չի համաձայնեցնում է, հետո մենք արդեն դրանից հետո ինչպես դուք շեշտեցիք սահմանադրությունը, այնտեղ այլ պահանջներ, որ պետք է բոլոր պատերազմներին մասնակցած այդ այսպես ասած սեպարատիստ ուժերին, մարդկանց արտահանձնել Ադրբեջան եւ դրա ֆոնին նաեւ փոխարտգործնախարարը հայտարարում է, որ մենք որևէ վստահություն չունենք։ Իրենք բոլորն էլ հայտարարում են, նախ այս խաղաղություն կոչված այդ պայմանագիրն էլ իրենք չեն ասում, որ ստորագրվի երաշխիք թե չկան, որ պատերազմ չի լինի, իրենք էլ են ասում։ Չգիտեմ, ասենք, թե ինչ է լինելու, մեր գլխին էլ ինչ են անելու, ամենաանկանխատեսելին հնարավոր։ Այսինքն այս երկիրը քանդվում է, մեր երկիրը, հասկանում եք, չգիտեմ, միայն պետք է հեռացնել նրանց իշխանությունից եւ վերջ։ Կուզենամ անդրադառնալ նաեւ այդ հայցերի հետ կանչմանը, հասկանում եք, որ նորմալ իր երկրի մասին մտածող ղեկավարը հետ կկանչեր հայցերը այդ միջազգային ատյաններից։ Արցախը հանձնելուց հետո փաստորեն միջազգային ատյաններում մենք չենք կարողանա բողոքել, մեր բողոքները ներկայացնել եւ արդեն իսկ կան հիմնավոր բողոքներ ուղարկված այնտեղ եւ ասենք բա այն մարդիկ դուք հասկանում եք այն մարդիկ որոնք անհայտ կորած զինվորներ ծնողներ այն տուժողները որ տեղահանման ժամանակ ինչքան մարդիկ են սպանվել մենք վերջի 2 տարին արցախցիների բռնի տեղահանման հարցերով ենք զբաղված եւ մենք հաստահավաք աշխատանք ենք կատարել եւ բազմաթիվ են դեպքերը ես հիմա թիվը չեմ հիշում մահվան սպանությունների որ մարդիկ հասկանում եք ներխուժել այդ նոյեմբերի 19-ին երբ որ այդ պատերազմական մեկօրյա սեպտեմբերի 19-ին ներողություն այդ մեկօրյա պատերազմը տեղի ունեցավ երբ որ տղամարդիկ բոլորը դիրքերում էին կանայք ծերունիներ չգիտեմ երեխաներ մնացել են անպաշտպան ադրբեջանցիները ներխուժել էին ամբողջ Մարտունի այդ սահմանամերձ այդ գյուղերը եւ այնտեղ օրինակ Սառնախբյուր գյուղում կա ռումբերից օրինակ գյուղապետի որդին հայրը մարդկանց որ հավաքել էին որ տեղափոխեն ինչ-որ ձևով եւ մահվան շատ սպանության դեպքեր կան որ սպանել են նաեւ ադրբեջանցիները Ստեփանակերտի ամբողջ այդ շուրջը փակել էին մարդիկ գյուղերից պիտի գնային Ստեփանակերտ չէին կարողանում որտեղ օրինական մենք այդ ընտանիքներում ենք եղել դեպքեր որ վիրավոր զինվորին իջացնում են որ տանեն Ստեփանակերտ հասցնեն օգնության այնտեղ սպանում են ադրբեջանցիները այսինքն սպանությունների բազմաթիվ դեպքեր կան եւ այլն եւ այդ բոլոր այդ հարցերը պետքա միջազգային ատյանների քննարկման առարկա դառ հայցերի առարկա դառնար այդ մարդկանց գցել են փողոցները Արցախի վրա թքած ունեն ընդհանրապես որ ուզում են ջնջել մեր հիշողությունից ես մի անգամ ասել եմ որ իրանք ուղակի այնքան պուճուր են էլի ուղակի իշխանությունից պետք է իրենց շպրտել դուրս որ մենք կարողանանք տեր կանգնենք մեր խնդիրներին մեր արժանապատվությանը ոչ թե այսպեսի նսեմացած երկիր դարձնեն մեր երկիրը Եվ արդարադատության հարցերին այսպես վերաբերվել, հասկանում եք, ու դեռ հարց է Ադրբեջանը իր հայցերը հետ կուզի թե չէ, եւ դուք տեսնում եք, որ ասենք Արցախի այդ մարդկանց այդ սեփականության իրավունքը, չգիտեմ, բազմաթիվ կամ այդ հուշարձանների ոչնչացումը, այդ դուք ով եք, որ դուք
արգելք հանդիսանաք, այդ բոլոր զիջումները անեք, որ ինչ անեք, որ ոչնչացնեք, հիմա էլ Հայաստանի տարածքի վրա են առաջ եկել ադրբեջանցիները եւ իրանք չեն էլ տխրում դրանից։ Ես նույնիսկ տպավորություն ունեմ, որ իրանք հատուկ այդ նպատակով են եկել։ Տիկին Ալեքսանյան, վերջին հարցը։ Ձեր շփման շրջանակներում, հա, տարբեր մարդկանց, թե ծնողների հետ եք շփվում, թե իրավապաշտպաններով մեկը մյուսի հետ զրույց եք անում, կարծում եմ բոլորը մտահոգ են մեր երկրի այս վիճակի մասին։ Ինչ լուծում եք դուք տեսնում։ Իշխանությունից հեռացնելը։ Ինչ լուծում կարող ես տեսնել։ Պետք է իշխանությունից հեռացնեն։ Ինչ կերպ, երբ որ ժողովուրդը պետք է կարծում եմ դուք նկատի ունեք այն, որ ժողովուրդը պետք է հազարներով ուղակի ողողի հազարներով ողողի եւ պետք է, ասենք, այդ եթե անգամ հասնի հարցը մինչեւ ընտրությունները, դա պետք է կանգնի ոտքի եւ մինչեւ վերջ թույլ չտան, որ որևէ մի հատ ձայնի քվե ստանան։ Հասկանում եք, ես կուզենայի, որ ավելի շուտ դա տեղի ունենար, որ ժողովուրդը կանգներ ոտքի։ Չգիտեմ, ես չգիտեմ ինչ ա եղել այս ժողովրդի հետ, որ Արցախը կորցնելուց հետո նրանք ոտքի չկանգնեցին։ Եվ հիմա կուտակում եք, ճիշտ է, բողոքը շատ է, հասկանում եք։ Եվ նաև, ասենք, այդ սրբազան պայքարը, որ եղավ, եւ մարդկանց, տեսակ, այդ մի հատ պորտկումից ինչքան մարդ հավաքվեց, բայց հետո աննպատակ չպետք է լինի, այդ ուժը որ գալիս է, որ կարա իր հետևից ժողովրդին տանի, ասենք, չպետք է մարդկանց խափեն, դա էլ կոտրեց, հասկանում եք։ Ես էսա միակ միջոցը, այսինքն դա այնպիսի անհետաձգելի միջոց է, որ պետք է հեռացնել իշխանություններից, որոնք չեն ծառայում մեր երկրի շահերին։ Եվ այդ հասկանում եք, ես որ տեսնում եմ այդ նաև իրենք հələ փորձում են իրենց լավը զգալ, դա մի խայտարակ բան է ուղղակի, վիճակ է մեզ մոտ։ Մենք ամեն մեկս պետք է մտածենք դրա մասին։